Բջջաբանությունը որպես գիտություն։ Բջջաբանությունը գիտություն է բջջի կառուցվածքի զարգացման և կենսագործունեության մասին։ Բջջաբանությունը կենսաբանության առանցքային ուղղություններից է, քանի որ օրգանիզմի բոլոր գործառույթների հիմքում ընկած են բջջային մակարդակում տեղի ունեցող գործընթացները։ Այսպիսով, բջջաբանությունը գիտություն է բջջային մակարդակում կենդանի նյութի կազմավորման մասին։ Այն ուսումնասիրում է բջիջների և բջջի առանձին միավորների կառուցվածքը և գործառույթները, բջիջների վերարտադրությունը, պաթոլոգիական վիճակները և ռեպարացիան, միջավայրի պայմաններին հարմարվողականությունը, բնական մահը։ Բջջաբանությունը ուսումնասիրում է նաև մասնագիտացած բջիջների առանձնահատկությունները, նրանց գործառույթների ձևավորման փուլերը և սպეციფიկ բջջային տարրերի զարգացումը։ Վերջիններիս գտնվում են այնպիսի գիտությունների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են մասնավոր բջջաբանությունը, հյուսվածաբանությունը, սաղմնաբանությունը, միկրոկենսաբանությունը և ֆիզիոլոգիան։ Նշված գիտությունները հատուկ ուշադրություն են դարձնում որոշակի տիպի բջիջների առանձնահատկություններին, մինչդեռ ընդհանուր բջջաբանության նպատակն է պարզել տարբեր բջիջների կառուցվածքային տարրերի կազմավորման ընդհանուր օրինաչափությունները, համընդհանուր ներբջջային գործընթացները և ամբողջական բջջի կարգավորող մեխանիզմները։ Արդի շրջանում բջջաբանությունը նկարագրողական գիտությունից դարձել է փորձարարական գիտություն։ Նրա խնդիրն է բջջի ֆիզիոլոգիայի, նրա հիմնական կենսական ֆունկցիաների, նրա կենսաբանության ուսումնասիրությունը։ Այս գիտությունը սերտորեն կապված է կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի հետ։ Բջջաբանությունը բավականին երիտասարդ գիտություն է։ Բջջի կառուցվածքի մասին առաջին տվյալներն ամփոփվել է Կարնոայի «Բջջի կենսաբանություն» աշխատության մեջ, որը լույս է տեսել 1884 թվականին։ Բջջաբանության ուսումնասիրության առարկան բջիջն է։ Ֆրանսիացի բժիշկ էնդոկրինոլոգիայի հիմնադիր Կլոդ Բերնարը սահմանել է բջիջը որպես կյանքի առաջին ներկայացուցիչ, իսկ գերմանացի գիտնական Ռուդոլֆ Վիրխովը որպես ողջ կենդանության վերջին մորֆոլոգիական տարր։ Հայտնի ռուս կենսաբան բջջաբան պրոֆեսոր Ալեքսանդրովը համարվում էր, որ բջիջը տարրական կենդանի համակարգ է, որը բաղկացած է երկու մասերից՝ ցիտոպլազմայից և կորիզից, և հանդիսանում է բոլոր կենդանական և բուսական օրգանիզմների կառուցվածքի, զարգացման և կենսագործունեության հիմքը։ Հետևաբար, բջիջը բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառական տարրական ինքնավերարտադրվող միավորն է։ Բջջային կառուցվածքը բնորոշ է ինչպես միաբջիջ միկրոօրգանիզմներին, այնպես էլ բազմաբջիջներին։ Չնայած բջիջների տարբերություններին, նրանցից յուրաքանչյուրում կարելի է առանձնացնել 4 հիմնական կառուցվածքագործառական ենթահամակարգեր։ Բոլոր բջիջները սահմանազատված են երկշերտ թաղանթներով, որոնց հիմքն են կազմում լիպիդները և նրանց հետ տարբեր ձևով կապված սպիտակուցները։ Վերջինները պայմանավորում են մեմբրանի գործառական առանձնահատկությունները։ Բոլոր բջիջներում ժառանգական տեղեկատվությունը պահպանվում է DNT երկպարույր մոլեկուլում, կոդային տրիպլետներից բաղկացած գծային տեքստի ձևով։ Բոլոր բջիջներում սպիտակուցների կենսասինթեզը իրականանում են նույն սկզբունքով։ Այդ գործընթացում կարևոր դեր են խաղում ՌՆԹ-ները։ Բոլոր բջիջներին բնորոշ է ցիտոպլազմայի առկայությունը, որում տեղայնացած են տարբեր ֆերմենտներ։ Ցանկացած բջջում առանձնանում են կազմավորման մոլեկուլային, վերնամոլեկուլային, օրգանոիդային, ենթահամակարգային, համակարգային մակարդակները։ Եթե բջջի կազմավորման ցածր մակարդակները հանդիսանում են օրգանական քիմիայի, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության ուսումնասիրության առարկան, ապա բջջի օրգանոիդային, ենթահամակարգային և համակարգային մակարդակներն ուսումնասիրում է բջջաբանությունը։ Բջջաբանության հիմնադրումը և զարգացումը սերտորեն կապված է տեխնիկայի, մասնավորապես մանրադիտակների ստեղծման և կատարելագործման հետ։ Դեռևս 16-րդ դարում Լեոնարդո դա Վինչին ցույց է տվել, որ մանր օբյեկտները շատ ավելի լավ են երևում խոշորացույցների օգնությամբ։ Առաջին մանրադիտակը ստեղծվել է 1590 թվականին Նիդերլանդներում տոհմական օպտիկներ Զախարիուս և Հանս Յանսենների կողմից։ Նրանք մեկ խողովակի մեջ տեղադրել էին երկու ուռուցիկ ոսպնյակներ։ Հետագայում մանրադիտակներն ավելի ու ավելի կատարելագործվեցին։ Հայտնի են օրինակ Գալիլեի, Դեկարտի, Անտոն վան Լևենհուկի մանրադիտակները։ Վերջինիս առաջինն էր, ով դիտեց և նկարագրեց արյան էրիթրոցիտները, բակտերիաներ, խմորասնկեր, սպերմատոզոիդներ, ինֆուզորիաներ։ Սակայն բջիջն առաջին անգամ նկարագրվել է անգլիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ռոբերտ Հուկի կողմից 1665 թվականին։ Հուկն իր կողմից կատարելագործված մանրադիտակով դիտարկում էր բույսերի ծածկող հյուսվածքի խցանի կտրվածքները։ Արդյունքում նա հայտնաբերեց նշված հյուսվածքի բջջային կառուցվածքը։ Հուկը ներմուծեց գիտության մեջ բջիջ եզրը, առաջին փորձն արեց հաշվել բջիջների քանակախցանի որոշակի ծավալում, ձևավորեց բջջի վերաբերյալ առաջին պատկերացումները։ Ուսումնասիրելով բույսի տարբեր մասերը, Հուկը նշեց, որ բջիջները լցված են հյութով։ Գիտնականը հաստատեց բոլոր բուսական հյուսվածքների բջջային կառուցվածքը։ Իտալացի գիտնական Մարչելո Մալպիգիի և անգլիացի Նեեմիա Գրյուի բույսերի միկրոկառուցվածքի վերաբերյալ իրարից անկախ կատարած հետազոտությունները թույլ տվեցին գալ նույն եզրահանգմանը։ Բույսերն ունեն հյուսվածքային
հյուսվածքային կառուցվածք, հյուսվածքները կազմված են բշտերից։ Չնայած դեռևս 1781 թվականին Ֆելիքս Ֆոնտանը նկատել և նկարել էր կենդանական բջջի կորիզը, սակայն կորիզի դերն առաջինը կարևորել է Ռոբերտ Բրոունը, անվանելով այդ կառուցվածքային տարրը նուկլեուս։ Ընդհանուր առմամբ 17-ից 18-րդ դարերում կենդանի օրգանիզմների բջջային կառուցվածքը, հատկապես նշանակալի փաստացի նյութերը էր կուտակվել բուսական հյուսվածքների վերաբերյալ, բազմիցս նկարագրվել է տարբեր գիտնականների կողմից, սակայն բջջային կառուցվածքին չէր տրվում սկզբունքային նշանակություն և բջիջը չէր դիտարկվում գիտնականների կողմից որպես տարրական կենդանի միավոր։ 19-րդ դարի 20-ականներին բուսական և կենդանական հյուսվածքների հետազոտություններով աչքի են ընկել ֆրանսիացի գիտնականներ Անրի Դյուտրոշենը, Ֆրանսուଆ Ռասպայելը, Պիեր Տյուրպենը և նրանք փորձում էին ապացուցել, որ բջիջները բոլոր բուսական և կենդանական հյուսվածքների տարրական կառուցվածքային միավորներն են։ Այս ուսումնասիրությունները հող նախապատրաստեցին բջջային տեսության ստեղծման համար։ Գերմանացի բուսաբան Մաթիաս Շլայդենը ուսումնասիրում էր բույսի տարբեր օրգանների աճի գործընթացում բջիջների առաջացումը։ Նա առաջին անգամ կապեց բջջի առաջացումը նրա պարունակության և առաջին հերթին կորիզի հետ։ Շլայդենը անվանեց իր տեսությունը ցիտոգենեզիսի տեսություն 1838 թվականին։ Ըստ նշված տեսության նոր բջիջը առաջանում է հին բջջում, ընդ որում առաջացման կենտրոն է հանդիսանում կորիզը։ Ցիտոգենեզիսի տեսությունը, մասնավորապես բջիջների ծագման ընդհանրության գաղափարը, հիմք հանդիսացավ Թեոդոր Շվաննի բջջային տեսության ստեղծման համար։ Բջջի մասին բոլոր հայտնի փաստերը ընդհանրացվել և ամփոփվել են 1839 թվականին գերմանացի գիտնական Թեոդոր Շվաննի կողմից։ Նրա բջջային տեսության հիմնական դրույթներն են. բոլոր հյուսվածքները բաղկացած են բջիջներից, բջիջներն ունեն զարգացման ընդհանուր պլան, յուրաքանչյուր առանձին բջջի բնորոշ է ինքնուրույն կենսագործունեություն։ Վայլդերեյլը նշում էր. Շվաննի մեծ արժանիքը կայանում է ոչ թե նրանում, որ նա բացահայտեց բջիջը որպես այդպիսին, այլ նրանում, որ նա սովորեցրեց հետազոտողներին հասկանալ բջիջների նշանակությունը։ Շվաննի բջջային տեսությունն ուներ նաև իր թույլ կողմերը, այսպես. Շվանը կապում էր բջիջների կյանքը ոչ թե պրոտոպլաստի, այլ թաղանթի հետ։ Գիտնականը կարծում էր, որ օրգանների և հյուսվածքների կազմում բջիջները լիովին ինքնավար են և օրգանիզմի հատկությունները հետևաբար հանգում են առանձին բջիջների հատկությունների հանրագումարին, և վերջապես Շվանը չէր պատկերացնում բջիջների առաջացման մեխանիզմը։ Այնուամենայնիվ, Շվաննի բջջային տեսությունը հիմնավորվում և ընդհանրացնում էր օրգանիզմների բջջային կառուցվածքի գաղափարը։ Այն ընդունվեց ողջ գիտական աշխարհում և նպաստեց օրգանիզմների կառուցվածքի հետագա մարզանին հետազոտությանը։ Պետք է նշել, որ բջիջների էնդոգեն առաջացման տեսությունը բացասաբար անդրադարձավ սաղմնաբանության զարգացման վրա։ Մի շարք գիտնականներ սկսեցին ընդունել ամբողջական օրգանների առաջացման հնարավորությունը կառուցվածքայնությունից զուրկ զանգվածից։ Բաժանման գործընթացի որպես բջիջների բազմացման միակ հնարավոր ուղու գոյությանն ապացուցման գործում մեծ դեր են ունեցել գիտնականներ Ռոբերտ Ռեմակը և Ռուդոլֆ Վիրխովը։ 1859 թվականին Վիրխովը հիմնվելով Ռեմակի հետազոտությունների վրա վերանայեց և զարգացրեց բջջային տեսությունը, առաջ քաշելով ցանկացած բջիջ-բջիցե դրույթը։ Հետագայում 19-րդ դարի վերջում այս պատկերացումները հարստացան նոր տվյալներով։ Այդ շրջանում տարբեր գիտնականների կողմից առաջին անգամ նկարագրվեցին քրոմոսոմների և կորիզի բաժանման եղանակները, այդ թվում ռեդուկցիոն բաժանումը։ Բջջային տեսությունն անցյալ դարի կենսաբանության կարևորագույն ընդհանրացումներից մեկն է, քանի որ հանդիսանում է ողջ կենդանի բնության միասնության կարևորագույն ապացույցը։ Շվաննի և Վիրխովի բջջային տեսության հիմնական դրույթները մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունը։ Ժամանակակից բջջային տեսությունը վերաիմաստավորվել է, հարստանալով նոր գաղափարներով և հիմնվելով փորձարարական բազմաթիվ տվյալների վրա։ Նրա հիմնական դրույթներն են. Առաջին. բջիջը բոլոր կենդանի օրգանիզմների տարրական միավորն է։ Բջջից դուրս գոյություն չունի կյանք, կենդանի նյութին բնորոշ են մի շարք հատկություններ՝ վերարտադրման ունակություն, էներգիայի օգտագործում և վերափոխում, նյութափոխանակություն, զգայունություն, փոփոխականություն։ Հատկությունների նշված ամբողջականությունը հայտնաբերվում է բջջային մակարդակում։ Բջջից կարելի է դուրս բերել նրա առանձին կառուցվածքային տարրերը, անգամ մոլեկուլները։ Արտաբջջային միջավայրում շատ ֆերմենտներ ունակ են աշխատելու, իսկ անջատված ռիբոսոմներին անհրաժեշտ են գործոնների առկայության դեպքում կարող են սպիտակուց սինթեզել։ Սակայն բջջի նշված բաղադրիչները կենդանի նյութի հատկանիշների միայն մի մասի կրողն են, և միայն բջիջն է հանդիսանում փոքրագույն միավոր, որն ունի կենդանի նյութը անկենդանից տարբերող հատկանիշների ամբողջությունը։ Չենցովը համարում է, որ բջիջն ակտիվ մեմբրանով սահմանազատված կանոնակարգված կառուցվածքայնությամբ օժտված կենսապոլիմերների համակարգ է, որոնք մասնակցում են մետաբոլիկ և էներգիական գործընթացներին և իրագործում են ողջ համակարգի կարգավորումը և վերարտադրությունը։
Այսինքն բջիջը կենսապոլիմերների ինքնակարգավորվող և ինքնավերարտադրվող համակարգ է։ Երկրորդ, բջիջը միասնական համակարգ է, որը ներառում է բազմաթիվ օրինաչափորեն փոխկապակցված տարրեր։ Բջջում առկա են բազմաթիվ ներբջջային կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացել է որոշակի գործառույթի կատարման մեջ, ընդ որում յուրաքանչյուր գործառույթ պարտադիր է, առանց նրա իրագործման բջիջը չի կարող գոյատևել։ Բջիջը կարելի է բաժանել որոշակի գործառույթներ կատարող մի շարք բաղադրիչների, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին հանդիսանում է համակարգ կամ ենթահամակարգ։ Օրինակ, կորիզը գենետիկական տեղեկատվության պահպանման, վերարտադրման և իրականացման համակարգ է։ Երրորդ, բոլոր կենդանի օրգանիզմների բջիջները նման են իրենց կառուցվածքով, քիմիական բաղադրությամբ, կենսագործունեությամբ, այսինքն տարբեր օրգանիզմների բջիջներին բնորոշ է հոմոլոգությունը։ Բջիջների կառուցվածքի հոմոլոգությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր բջիջների գործառույթներն ուղղված են բջիջների կյանքի պահպանմանը և նրանց բազմացմանը։ Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջների կառուցվածքային բազմազանությունը նրանց ֆունկցիոնալ մասնագիտացման արդյունք է։ Օրինակ, նեյրոնների ցիտոպլազմայում բացի բոլոր բջիջներին բնորոշ տարրերից առկա է տիգրոիդը, իսկ ելուստներում մեծ թվով միկրոխողովակներ։ Նշված առանձնահատկությունները կապված են նյարդային բջջի մասնագիտացման հետ։ Չորրորդ, յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայրական բջջի բաժանման եղանակով։ Նախկորիզավոր և կորիզավոր բջիջների բազմացումը տեղի է ունենում ելակետային բջջի բաժանման եղանակով, որին նախորդում է գենետիկական նյութի վերարտադրությունը։ Էուկարիոտ բջիջների բաժանման միակ լիարժեք ձևը միտոզն է, իսկ սեռական բջիջների առաջացման գործընթացում մեյոզ է։ Նախկորիզավորները ևս ունեն բջիջների բաժանման հատուկ ապարատ։ Հինգերորդ, բարդ բազմաբջիջ օրգանիզմներում բջիջները մասնագիտացած են ըստ իրենց գործառույթների, առաջացնելով հյուսվածքներ։ Բազմաբջիջ օրգանիզմը բարձր մակարդակի համակարգ է, որում բազմաթիվ բջիջներ միացած են հյուսվածքների և օրգանների համակարգերում։ Վերջինները կապված են միմյանց հետ շնորհիվ քիմիական, հումորալ և նյարդային գործոնների։ Բազմաբջիջ օրգանիզմում բջիջը գործառական և զարգացման միավոր է։ Օրգանիզմների աճը նրա կենսազանգվածի ավելացումը բջիջների բազմացման և բազմապիսի պրոդուկտների սինթեզի արդյունք է։ Ամբողջական օրգանիզմի բոլոր ռեակցիաների սկզբնաղբյուրը բջիջն է։ Օրգանիզմի բազմազան հատկանիշները և գործառույթները պայմանավորված են բջիջների գործունեությամբ։ Այսպես, երբ օրգանիզմում հայտնվում են օտարածին նյութեր, զարգանում է իմունային ռեակցիա, այրյա մեջ հայտնվում են սպիտակուց հակամարմիններ, որոնք կապվում են օտար սպիտակուցների հետ և ապակտիվացնում են նրանց։ Այդ հակամարմինները որոշակի բջիջների պլազմոցիտների սինթետիկ ակտիվության արդյունք են, բայց որպեսզի պլազմոցիտները սկսեն սինթեզել յուրահատուկ հակամարմիններ, անհրաժեշտ է մասնագիտացած բջիջների, լիմֆոցիտների աշխատանքը և փոխներգործությունը։ Բջիջների վնասումը, նրանց հատկությունների փոփոխումը հանգեցնում են տարբեր հիվանդությունների զարգացմանը։ Եվ վեցերորդ, բազմաբջիջ օրգանիզմների բջիջները տոտիպոտենտ են։ Հայտնի է, որ մարդու օրգանիզմը, որը զարգանում է ընդամենը մեկ բջիջ, զիգոտից, պարունակում է ավելի քան 100 տեսակի տարբեր բջիջներ։ Ինչպես է առաջանում այդ բազմազանությունը, դեռևս մինչև վերջ պարզված չէ։ Համարվում է, որ մեկ բջիջից մինչև բազմաբջիջ օրգանիզմ տանող օնտոգենեզը տարբեր բջիջներում քրոմոսոմների տարբեր գեների հաջորդական և ընտրողական ակտիվության արդյունք է։ Այդ գործընթացը հանգեցնում է բջիջների դիֆերենցմանը, մասնագիտացմանը։ Բազմաբջիջ օրգանիզմի ցանկացած բջիջ կրում է գենետիկական նյութի միանման և ամբողջական հավաքածու և ունի այդ գենետիկական տեղեկատվության իրականացման բոլոր հնարավորությունները, պոտենցիալները։ Սա նշանակում է, որ բազմաբջիջ օրգանիզմի բոլոր բջիջները տոտիպոտենտ են։ Նրանք հավասարազոր են ըստ գենետիկական տեղեկատվության, սակայն տարբեր բջիջներում նույն գեները կարող են լինել ակտիվ վիճակում կամ մնալ քնած, այսինքն ոչ ակտիվ։ Հետևաբար նույն օրգանիզմի բջիջները տարբերվում են միմյանցից տարբեր գեների տարբեր էքսպրեսիայով, ինչը հանգեցնում է նրանց մորֆոլոգիական և ֆունկցիոնալ բազմազանությանը, դիֆերենցմանը։ Տոտուս բառը թարգմանաբար լատիներենից նշանակում է ամբողջական։ Այս առումով տոտիպոտենտությունը հասկացություն ունի ևս մեկ մեկնաբանություն։ Տոտիպոտենտությունը կենդանի բջջի ունակություն է առաջացնել մեկ ամբողջական օրգանիզմ։ Այս պատկերացումները հիմնված են հարուստ փորձարարական նյութի վրա։ Օրինակ, հնարավոր է ստանալ հասուն բույս նրա մեկ սոմատիկ բջջից։ Գորտերի վրա կատարած բազմաթիվ փորձեր ցույց են տվել, որ դիֆերենցված բջիջների կորիզները պահպանում են այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են զիգոտի կորիզում։ Պարզվել է, որ եթե գորտի զիգոտից հեռացվի կորիզը և փոխարենը տեղադրվի հասուն առանձնակի կամ թրթուրի մասնագիտացած բջջի կորիզ, ապա սաղմի զարգացումը կընթանա բնականon ուղիով, ընդհուպ մինչև հասուն գորտը։ Բազմաբջիջ օրգանիզմների բջիջները հավասարազոր են, քանի որ կրում են տվյալ օրգանիզմի բնորոշ գենետիկական ողջ տեղեկատվությունը։
Սակայն միաժամանակ բջիջները տարբերվում են այդ տեղեկատվության իրականացման ծավալով, ինչը և ստեղծում է մասնագիտացած բջիջների առաջացման հնարավորությունը։ Օրգանիզմի տարբեր բջիջների գենետիկական հավասարազորության մասին պատկերացումները չեն կարող ամբողջությամբ ընդունվել, քանի որ նկարագրվել են որոշ բացառություններ, երբեմն մասնագիտացման ընթացքում գենետիկական նյութի մի մասը կարող է կորչել։ Օրինակ, ասկարիդի ձվերի տրոհման ժամանակ սոմատիկ հյուսվածքներին սկիզբ տվող բջիջները կորցնում են քրոմոսոմային նյութի մի մասը։ Այս երևույթը, որը կոչվում է դիմինուցիա, դիտվում է նաև երկթև կլոր որդերի միքսիների մոտ, ընդ որում հիմնականում կորչում են ԴՆԹ-ի կրկնվող և չկոդավորվող հատվածները։ Դա տեղի է ունենում միայն սոմատիկ հյուսվածքների սկզբնակներում և չի վերաբերում սեռական սկզբնակներին։ Տարբեր քանակի քրոմատին է հայտնաբերվում միայն սեռական և սոմատիկ բջիջները համեմատելիս, իսկ տարբեր սոմատիկ բջիջների քրոմոսոմային կազմում տարբերություններ չեն արձանագրվում։ Կան նաև տվյալներ այն մասին, որ պլազմոցիտներն իմունային պատասխանի ընթացքում կրում են հակամարմինների սինթեզի համար պատասխանատու գեների մոլեկուլային վերափոխումներ, սրանով իսկ գենետիկորեն տարբերվելով այլ բջիջներից։ Բոլոր կենդանի օրգանիզմների բջիջները կարելի է բաժանել երկու տիպի։ Առաջին տիպը պրոկարիոտ կամ նախակորիզավոր բջիջներն են, որոնք բնորոշում են առավել բարձրակառուցվածքով և հատուկ են բակտերիաներին և կապտականաշ ջրիմուռներին։ Էուկարիոտ կամ կորիզավոր բջիջները բնորոշ են բոլոր մյուս օրգանիզմներին։ Նրանք ունեն ավելի բարդ կառուցվածք, մասնավորապես պարտադիր կերպով պարունակում են կորիզ, որը սահմանազատված է ցիտոպլազմայից կորիզաթաղանթով։ Պրոկարիոտ բջիջները չունեն ձևավորված կորիզաթաղանթ, իսկ կորիզանյութը, որը կոչվում է նուկլեոիդ, ազատորեն տեղակայված է ցիտոպլազմայում։ Սրանք զուրկ է նաև մի շարք օրգանոիդներից, միտոքոնդրիումներից, պլաստիդներից, էնդոպլազմային ցանցից, Գոլջի ապարատից, լիզոսոմներից։ Պրոկարիոտ բջջի պարունակությունը սահմանազատված է արտաքին միջավայրից պլազմային թաղանթով, որը ակտիվ պատնեշի դեր է խաղում։ Սովորաբար պլազմային թաղանթից դուրս գտնվում է բջջապատակ կամ բջջաթաղանթը, որը բջջի պրոտոպլաստի կենսագործունեության արդյունք է։ Բացառություն են կազմում որոշ բակտերիաներ։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում կան բազմաթիվ ռիբոսոմներ, իսկ ցիտոպլազմայի մեմբրանները լավ զարգացած չեն, համեմատած էուկարիոտ բջիջների հետ։ Սրա հետ մեկտեղ լավ արտահայտված են կապտականաշ ջրիմուռների և օրինակ ֆոտոտրոֆ ստիրանագույն բակտերիաների ցիտոպլազմայի մեմբրանները։ Սովորաբար պրոկարիոտների բոլոր ներբջջային մեմբրանները զարգանում են պլազմայի մեմբրանի հաշվին։ Ի տարբերություն նախակորիզավոր բջիջների, էուկարիոտ բջիջներում առկա են մեմբրանային կառուցվածք ունեցող օրգանոիդները՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջի ապարատը, լիզոսոմները, միտոքոնդրիումները, պլաստիդները։ Բացի դրանից, էուկարիոտ բջիջներին բնորոշ է ոչ մեմբրանային միավորների, միկրոխողովակների, միկրոֆիլամենտների և այլ տարրերի առկայությունը։ Սովորաբար էուկարիոտ բջիջները շատ ավելի խոշոր են, քան պրոկարիոտ բջիջները։ Օրինակ, բակտերիաների չափերը միջին հաշվով կազմում են 0,5-ից 5 միկրոմետր, էուկարիոտների չափերը տատանվում են 10-ից 100 միկրոմետրի սահմաններում։ Չնայած նշված տարբերություններին, այս երկու տիպի բջիջներն ունեն բազմաթիվ նմանություններ։ Երկու տիպի բջիջները ծածկված են պլազմայի մեմբրանով, որն իրականացնում է նյութերի երկկողմանի ակտիվ տեղափոխումը։ Սպիտակուցի սինթեզը տեղի է ունենում ռիբոսոմներում, նման է ՌՆԹ-ի սինթեզը և ԴՆԹ-ի ռեպլիկացիան, նման են նաև կենսագետի գործընթացները։ Բազմաբջիջ օրգանիզմներում հանդիպում են անկորիզ բջիջներ։ Այդպիսի բջիջների օրինակներն են կաթնասուների էրիթրոցիտները, տրոմբոցիտները, փափկամարմինների որոշ մկանային բջիջներ։ Բջջային տեսության հակառակորդները մատնացույց էին անում այն փաստը, որ հաճախ կենդանական օրգանիզմում բացի առանձին բջիջներից հանդիպում են այսպես կոչված սիմպլաստներ և սինցիտիումներ, իսկ օրինակ միքսոմիցետների վեգետատիվ մարմինը ներկայացված է բազմաթիվ կորիզներ պարունակող ցիտոպլազմայի զանգվածով՝ պլազմոդիումով։ Սիմպլաստը հյուսվածքի կառուցվածքի տեսակ է, որը բնորոշվում է բջիջների միջև սահմանների բացակայությամբ և ցիտոպլազմայի համատարած զանգվածում բազմաթիվ կորիզների տեղայնացմամբ։ Սիմպլաստը բնորոշ է ողնաշարավորների մկանային թելիկներին, ժապավենաձև որդերի էպիդերմիսին, որոշ միջատների սաղմերին։ Սինցիզիումը հյուսվածքի տեսակ է, որին բնորոշ է բջիջների ոչ լրիվ սահմանազատումը։ Այստեղ կորիզներ կրող ցիտոպլազմայի առանձնացած հատվածները կապված են միմյանց հետ ցիտոպլազմայի կամրջակներով։ Օրինակ է զարգացող սաղմի մեզենքիմը։ Եթե դիտարկենք այդպիսի ոչ բջջային ձևերի զարգացումը, ապա կարելի է համոզվել, որ դրանց առաջացումը երկրորդային է և տեղի է ունենում առանձին բջիջների միաձուլման հաշվին կամ կորիզների բաժանման, առանց հետագա ցիտոկինեզի։ Ուսումնասիրենք բջջաբանության մեթոդները։ Մանրադիտակներ։ Լուսային մանրադիտակ։ Մանրադիտակն իրենից ներկայացնում է օպտիկական համակարգ, որի հիմնական օպտիկական մասերն են խտացուցիչը, օբյեկտիվը և օկուլյարը։ Լուսավորման աղբյուրից եկող լույսի խուրձը հավաքվում է խտացուցիչում և ուղղվում է օբյեկտիվ վրա։ Անցնելով օբյեկտիվ միջով, լույսի ճառագայթներն ընկնում են օբյեկտիվի
Ոսպնյակների համակարգ, կառուցելով ուսումնասիրվող օբյեկտի առաջնային պատկերը, վերջինս մեծանում է օկուլյարի լինզաների օգնությամբ։ Մանրադիտակի գլխավոր օպտիկական մասը օբյեկտիվն է։ Օբյեկտիվները կարելի է փոխել և ուսումնասիրել օբյեկտը տարբեր խոշորացումների ներքո։ Մանրադիտակի գլխավոր բնութագիրը նրա լուծող ունակությունն է։ Օբյեկտիվի լուծող ունակությունը երկու տարբերակվող կետերի միջև տարածությունն է։ Որքան ավելի փոքր է այդ տարածությունը, այնքան մեծ է օբյեկտիվի լուծող ունակությունը։ Մանրադիտակի լուծող ունակությունը կախված է նաև ալիքի երկարությունից։ Ինչքան վերջինս փոքր է, այնքան ավելի փոքր չափերի դետալ կարելի է տեսնել։ Սովորաբար լուսային մանրադիտակում օգտագործվում են լուսավորման աղբյուրներ սպեկտրի տեսանելի մասում, և մանրադիտակի առավելագույն լուծող ունակությունը այս դեպքում չի գերազանցում 200-ից 350 նանոմետրը։ Եթե օգտագործել ուլտրամանուշակագույն լույս, ապա կարելի է մեծացնել լուծող ունակությունը մինչև 130-ից 140 նանոմետր։ Այսպիսով, լուսային մանրադիտակը կարող է լրացնել մեր տեսողությունը մեծացնելով աչքի լուծող ունակությունը մասնավորապես 1000 անգամ։ Անձն աչքի լուծող ունակությունը կազմում է մոտավորապես 0,1 մմ։ Էլեկտրոնային մանրադիտակները բջջաբանության զարգացմանը նոր հուզարկ հաղորդեց էլեկտրոնային մանրադիտակի հայտնագործումը։ Այս տիպի մանրադիտակում լույսի ճառագայթների խրձի փոխարեն օգտագործվում է էլեկտրոնների խուրձը, ապահովելով մանրադիտակի անհամեմատ ավելի մեծ լուծող ունակություն։ 0,2 միկրոմետր է լուսային մանրադիտակի դեպքում, 1000-ից 10000 անգամ էլեկտրոնայինի դեպքում։ Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային մանրադիտակը կարող է խոշորացնել ուսումնասիրվող օբյեկտը մինչև 10 միլիոն անգամ։ Էլեկտրոնային մանրադիտակը իր կառուցվածքով նման է օպտիկական մանրադիտակին։ Նրանում առկա են լուսավորության աղբյուրը, խտացուցիչ լինզան, օբյեկտիվները, օկուլյարը, սակայն աչքի փոխարեն էլեկտրոններն ընկնում են լուսարձակող էկրանի կամ ֆոտոթիթեղիկի վրա։ Էլեկտրոնային մանրադիտակի հիմնական մասը ներկայացված է սնամեջ գլանով, որից օդը հեռացվում է, որպեսզի կանխարգելվի էլեկտրոնների փոխազդեցությունը գազերի մոլեկուլների հետ։ Կաթոդի և անոդի միջև ստեղծվում է բարձր լարում՝ մինչև 200-ից 500 կՎտ, ինչը հանդիսանում է էլեկտրոնների արագացման պատճառ, ձևավորում է էլեկտրոնների խուրձ։ Էլեկտրոնային մանրադիտակում օգտագործվում են հատուկ մագնիսական ոսպնյակներ, որոնք մագնիսական դաշտի միջոցով կառավարում են էլեկտրոնների շարժումը։ Խտացուցիչ ոսպնյակում էլեկտրոնների խուրձը կիզակետվում է և ընկնում օբյեկտի վրա։ Վերջինիս հետ փոխազդելով էլեկտրոնները շեղվում են, ցրվում են, կլանվում են կամ անցնում են առանց փոփոխության։ Էլեկտրոնները կիզակետվում են օբյեկտիվի լինզայի կողմից, որը ձևավորում է օբյեկտի առաջնային մեծացած պատկերը։ Առաջնային պատկերն էլ ավելի է մեծանում պրոյեկցիոն լինզայի շնորհիվ և ընկնում է լուսարձակող էկրանի վրա։ Վերջինս իր վրա էլեկտրոնների դիպչելու համար լուսարձակում է։ Պատկերը կարելի է ենթարկել հետագա մշակման և ստանալ լուսանկար։ Ֆոտոպատկերն իր հերթին ապահովում է լրացուցիչ խոշորացում։ Ֆազային կոնտրաստային մանրադիտակ։ Քանի որ բջջային տարրերը քիչ են տարբերվում միմյանցից, ինչպես նաև միջավայրից լույսի բեկման և կլանման գործակիցներով, ապա դրանք լուսային մանրադիտակով քիչ նկատելի են և ոչ կոնտրաստային։ Այս բացը լրացնելու համար օգտագործվում է ֆազային կոնտրաստային մեթոդը, որը լայնորեն կիրառվում է կենդանի բջիջների հետազոտման համար։ Թափանցիկ բջջի առանձին մասերը թեև քիչ, բայց տարբերվում են իրարից խտությամբ և լույսի բեկմամբ։ Ֆազային կոնտրաստային մանրադիտակում օբյեկտիվի մեջ տեղադրվում է հատուկ թիթեղիկ, որի միջով անցնելիս լույսի ճառագայթը կրում է տատանումների փուլի լրացուցիչ տեղաշարժ։ Արդյունքում պատկերի կառուցման ժամանակ փոխազդում են ճառագայթներ, որոնք գտնվում են նույն փուլում կամ հակափուլում, բայց ունեն տարբեր ամպլիտուդ։ Սրանով պայմանավորված ստեղծվում է օբյեկտիվ բաց և մուգ մասերով կոնտրաստային պատկեր։ Բջիջների վիտալ կենդանի վիճակում հետազոտումը։ Լուսային մանրադիտակը թույլ է տալիս տեսնել կենդանի բջիջները։ Կարճատև դիտարկման համար բջիջները պարզապես տեղադրում են առարկայակիր ապակու վրա՝ հեղուկի մեջ։ Երկարատև դիտարկումների համար օգտագործվում են հատուկ խցիկներ։ Որպես վիտալ դիտարկման օբյեկտներ օգտագործվում են միաբջիջների ազատ ապրող բջիջները, արյան բջիջներ կամ բազմաբջիջ օրգանիզմների առանձնացած հյուսվածքային բջիջներ։ Ազատ ապրող միաբջիջ օրգանիզմներն ուսումնասիրում են և հետազոտում են այն միջավայրում, որոնցում նրանք ապրում են, բնական պայմաններում կամ կուլտիվացնում են լաբորատորիայում։ Այսպես, որոշ միաբջիջների համար ստեղծվում են արհեստական աղային լուծույթներով միջավայրեր, որոնց ավելացնում են հետազոտվող տեսակի համար կեր հանդիսացող մանրէներ կամ այլ միաբջիջներ։ Արյան բջիջները կարող են ուսումնասիրվել պլազմայի կաթիլում կամ հատուկ սինթետիկ միջավայրում։ Բջջային կուլտուրաների մեթոդը։ Կենդանիների հյուսվածքի և օրգանների բջիջների ուսումնասիրության համար օգտագործվում է բջջային կուլտուրաների մեթոդը։ Այս մեթոդի էությունը կայանում է նրանում, որ սննդային միջավայրով խցիկի մեջ տեղադրում են կենդանի հյուսվածքի փոքրիկ հատված։ Որոշ ժամանակ անց այդ հյուսվածքի ծայրամասում բջիջները սկսում են բաժանվել, նկատվում է աճ։
Այլ տարբերակով հյուսվածքի հատվածը մշակում են ֆերմենտներով, ինչը հանգեցնում է բջիջների առանձնացմանը։ Այս եղանակով մշակված բջիջների զանգվածը տեղավորում են սննդամիջավայր պարունակող ապակյա անոթի մեջ, որտեղ բջիջներն իջնում են հատակ, կպնում են և ապակուն և սկսում բազմանալ, առաջացնելով նախ գաղութներ, իսկ հետո ամբողջական բջջային շերտ։ Այսպիսի միաշերտ բջջային կուլտուրաները հարմար են վիտալ դիտարկումների համար։ Կենդանական հյուսվածքներից առավել հարմար է օգտագործել սաղմնային նյութը, քանի որ հասուն օրգանիզմների բջջային կուլտուրաները վատ են աճում։ Բջիջներն օրգանիզմից դուրս կուլտիվացնելու համար անհրաժեշտ է պահպանել որոշակի ջերմաստիճան, մոտավորապես 20°C սառնարյունների և 37°C տաքարյունների համար։ Կուլտուրաների ձևով կարելի է աճացնել նաև բուսական բջիջները։ Այդ նպատակով հյուսվածքի հատվածները մշակում են ֆերմենտներով, որոնք լուծում են բջջաթաղանթները, արդյունքում առաջանում են պրոտոպլաստներ։ Վերջինները տեղադրում են կուլտուրալ միջավայրի մեջ, որտեղ էլ նրանք ակտիվորեն բաժանվում են։ Կենդանի բջիջների դիտարկումներն արձանագրվում են լուսանկարներում կամ կինոժապավենի վրա, թույլ տալով ուսումնասիրել բջջի բաժանման, ֆագոցիտոզի, ցիտոպլազմայի կամ թարթիչների շարժման և այլ կարևոր գործընթացների մանրամասները։ Միկրովիրաբուժության մեթոդների դեպքում միկրոմանիպուլյատոր սարքի միջոցով բջիջները կիսում են, կտրում, նրանցից դուրս են հանում որոշակի օրգանոիդներ, այդ թվում կորիզը, կատարում են որոշակի նյութերի ներարկում։ Միկրոմանիպուլյատորը համադրվում է սովորական մանրադիտակի հետ, որի միջոցով հետևում է միջամտության ընթացքին։ Նշված գործողությունները կատարում են միկրոսկոպիկ չափերի ապակյա կեռիկներով, ասեղներով, մարզանոթներով։ Միկրոմանիպուլյացիայի ժամանակ բջիջները տեղադրում են հատուկ խցիկներում, որոնց մեջ էլ մտցնում են նշված միկրոկորտիկները։ Նկարագրված եղանակով հաջողվել է ամիոբայի մի շտամից վերցրած կորիզները տեղադրել մյուս շտամի բջիջների մեջ և ապացուցել, որ հենց կորիզն է որոշում բջջի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Հաջողվել է նաև ամիոբայի բջջի մեջ ներարկել կոլոիդ ոսկի, իսկ հետո հետազոտել նրա մասնիկների բաշխումը ցիտոպլազմայում և կորիզում։ Կարելի է նաև շրջել բաժանման իլիկի հատվածները, հեռացնել կամ դիրքափոխել առանձին քրոմոսոմները, օգտագործելով լազերային ճառագայթներ, վայրկյանապես, ապա ակտիվացնել կենդանի բջջի մասերը և հետևելով բջջին կատարել համապատասխան եզրահանգումներ։ Ֆիքսված բջիջի ուսումնասիրությունը նշանակում է, որ հետազոտվող բջիջը նախապես սպանվում է։ Եթե բջիջը վնասվում է, ապա այն սկսում է փոփոխվել, իսկ բջջի մահից հետո ակտիվանում են ավտոլիտիկ ֆերմենտները, ինչը առաջ է բերում բջջային տարրերի կոպիտ փոփոխություններ։ Հետևաբար ֆիքսման խնդիրներն են սպանել բջիջը, դադարեցնել ներբջջային ֆերմենտների ակտիվությունը, կանխարգելել բջջային տարրերի քայքայումը, ինչպես նաև խուսափել տարբեր տարրերի և նյութերի կորստից և խոչընդոտել այնպիսի բաղադրիչների առաջացմանը, որոնք բացակայում են կենդանի բջջում։ Դեռևս չի գտնվել այնպիսի քիմիական ֆիքսող միջոց, որը բավարարեր այս բոլոր պահանջներին։ Առավել հաճախ բջիջների ֆիքսման համար օգտագործվում են ալդեհիդներ և նրանց խառնուրդները, օրինակ լայնորեն կիրառվում են ֆորմալդեհիդը և սպիրտները, որոնք առաջ են բերում սպիտակուցների անդառնալի բնափոխում, նուկլեինաթթուների և պոլիսախարիդների նստվածքների առաջացում։ Ներկայումս լայնորեն կիրառվում է հյուսվածքների արագ սառցահարումը հեղուկ ազոտի գերցածր ջերմաստիճանի ազդեցությամբ, որին հետևում է վակուումային չորացում։ Մեթոդը թույլ է տալիս խուսափել քիմիական ֆիքսման թերություններից և ապահովում է բոլոր կենսական գործընթացների վայրկենական կանգը։ Ֆիքսելուց հետո հաճախ կիրառվում է բջիջների ներկումը, ինչը թույլ է տալիս բացահայտել նրանց կառուցվածքի բազմաթիվ մանրամասներ։ Մշտական մանրապատրաստուկներ ստանալու համար նախ անհրաժեշտ է պարաֆինի մեջ նախապես տեղադրված հյուսվածքներից միկրոտոմի օգնությամբ ստանալ 5-ից 10 միկրոմետր հաստությամբ կտրվածքներ։ Պարաֆինը լուծելով քսիլոլի մեջ կտրվածքները կպցնում են առարկայակիր ապակու վրա։ Քսիլոլը հեռացվում է սպիրտի օգնությամբ, որից հետո կտրվածքները գունավորում են գունային նյութերի ջրային լուծույթներով։ Դրանից հետո գունավորված կտրվածքները նորից ջրազրկում են և տեղադրում կանադական բալզամի մեջ, ծածկապակու տակ։ Այդպիսի մշտական մանրապատրաստուկներն ունեն պիտանելիության շատ երկար ժամկետ։ Հիստոքիմիական կամ ցիտոքիմիական են կոչվում այն գունային ռեակցիաները, որոնք ուղիղ ձևով բացահայտում են այս կամ այն օրգանական միացությունը։ Օրինակ դնթ-ն բացահայտվում է ֆիոլգենի ռեակցիայի միջոցով, որի արդյունքում առաջանում է կարմրամանուշակագույն կայուն կոմպլեքս։ Տարբեր ռեակցիաների միջոցով են բացահայտվում տարբեր ամինաթթուները։ Ալֆա ամինաթթուները բացահայտվում են նինհիդրինի հետ ռեակցիայով, առաջացնելով կապտամանուշակագույն կոմպլեքս ռուեմանի ծիրանի, որի գունավորման ինտենսիվությունը համեմատական է ամինաթթվի քանակին։ Լիպիդները և ճարպերը բացահայտվում են սև սուդա ներկանյութի օգնությամբ։ Ֆլուորեսցենտային մեթոդների հիմքում ընկած է այն փաստը, որ մի շարք նյութեր լուսային էներգիայի կլանման հետևանքով լուսարձակում են։ Օրինակ անջատված քլորոֆիլը ուլտրամանուշակագույն ճառագայթներով լուսավորելու դեպքում կարմիր լույս է արձակում։ Այս սկզբունքը օգտագործվում է ֆլուորեսցենտային մանրադիտակներում, որոնց հետ աշխատելիս ուսումնասիրվող օբյեկտի գրգռված ատոմները և մոլեկուլները լուսարձակում են։
Այդ մանրադիտակներում կիրառվում են լուսաֆիլտրեր։ Լուսաֆիլտրը օպտիկական հարմարանք է, որը փոխում է իր միջով անցնող լուսային էներգիայի հոսքը և սպեկտրային բաղադրությունը։ Անցնելով մանրադիտակի գրգռող լուսաֆիլտրի միջով լույսն առաջ է բերում օբյեկտի լուսարձակում։ Այնուհետև այդ լուսային հոսքը անցնում է կողպող լուսաֆիլտրի միջով, որտեղ հատվում է գրգռող լուսաճառագայթումը և պահպանվում է միայն ուսումնասիրվող օբյեկտի լուսարձակման լուսային հոսքը։ Այս մանրադիտակներում կիրառվում են ֆիլտրեր, որոնք լուսավորում են ապահովելով կապտամանուշակագույն տիրույթում։ Սեփական լուսարձակմամբ աչքի են ընկնում քլորոֆիլը, բակտերիաների գունակները, A և B2 վիտամինները, հորմոնները։ Եթե ֆլորեսենսենտային մանրադիտակով դիտարկել բուսական բջիջները, ապա մուգ կապույտ ֆոնի վրա կիերևան պայծառ կարմիր լուսարձակող հատիկներ։ Դա բջջի քլորոպլաստներն են։ Հաճախ կենդանի բջիջներն ավելացնում են ֆլորոքրոմներ։ Դրանք նյութեր են, որոնցով մշակվում են լուսարձակման բնական հատկություններից զուրկ օբյեկտները։ Ֆլորոքրոմներն ադսորբցվում են բջիջների կողմից, նրանց լուսարձակման ունակությունը հաղորդելով։ Ֆլորոքրոմները կարող են ընտրողաբար կապվել բջջային տարբեր տարրերի հետ, ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի, լիպիդների, կերատինի, առաջ բերելով տարբեր գույներով նրանց երկրորդային լուսարձակումը։ Այս մեթոդով կարելի է պարզել տարբեր քիմիական տարրերի տեղայնացումը բջջում, իսկ որոշ դեպքերում հաշվարկել նրանց քանակը։ Ավտոռադիոգրաֆիայի մեթոդի հիմքում ընկած է որևէ մակրոմոլեկուլային միացության մոնոմերների ներմուծումը միջավայր, որի ատոմներից մեկը փոխարինված է ռադիոակտիվ իզոտոպով, օրինակ ածխածին 12-ի փոխարեն ածխածին 14-ով, ջրածնի փոխարեն տրիտիումով։ Սինթեզի գործընթացներում ռադիոակտիվ իզոտոպը ներառվում է պոլիմերների կազմի մեջ և հայտնաբերվում է ֆոտոէմուլսիայի օգնությամբ։ Ռադիոավտոգրաֆիայի մեթոդը օգտագործվում է նաև բջջի կորիզների կամ քրոմոսոմների կազմում որոշակի նուկլեինային թթուների կամ առանձին նուկլեոտիդային հերթականությունների տեղայնացման որոշման համար։ Այս մեթոդը կոչվում է նաև մոլեկուլային հիբրիդացման մեթոդ։ Այդ նպատակով նշագրված նուկլեինային թթուն կամ նրա հատվածը պարունակող լուծույթն անցկացվում է մանրապատրաստուկի վրա։ Մանրապատրաստուկը նախապես մշակվում է այնպես, որպեսզի ԴՆԹ-ի կորիզների կամ քրոմոսոմների կազմում բնափոխվի։ ԴՆԹ-ի ռենատուրացիայի գործընթացում տեղի է ունենում լուծույթում գտնվող նշագրված նուկլեինային թթվի և պրեպարատի ԴՆԹ-ի նրան կոմպլեմենտար հատվածի միջև մոլեկուլային հիբրիդի առաջացում։ Այդպիսի հիբրիդացման հատվածը որոշվում է ռադիոավտոգրաֆիայի եղանակով։ Նուկլեինային թթուների մոլեկուլային հիբրիդացման մեթոդը թույլ է տալիս քրոմոսոմի վրա մեծ ճշգրտությամբ տեղայնացնել տվյալ նուկլեոտիդային հերթականությամբ հատվածները։ Նուկլեինային թթուների մոլեկուլային հիբրիդացումը օգտագործվում է նաև այսպես կոչված FISH մեթոդով, ֆլորեսենտային in situ հիբրիդացումով։ Այս դեպքում օգտագործվում են ԴՆԹ-ի կարճ հերթականություններ, որոնք կոչվում են զոնդեր։ Նրանք կոմպլեմենտար են հետազոտման օբյեկտ հանդիսացող ԴՆԹ-ի հերթականություններին։ Զոնդերը հիբրիդացվում են, այսինքն կապվում են ԴՆԹ-ում իրենց կոմպլեմենտար հատվածի հետ և շնորհիվ այն հանգամանքի, որ նրանք նշագրված են ֆլորոքրոմով, հետազոտողին թույլ են տալիս տեսնել հետաքրքրող գեների տեղայնացումը ԴՆԹ-ի կամ քրոմոսոմների կազմում։ Եթե օրինակ անջատված կորիզակային ԴՆԹ-ն այն պատասխանատու է ռիբոսոմային ՌՆԹ-ի սինթեզի համար, նախապես կապել ֆլորոքրոմի հետ, ապա ԴՆԹ-ի ռենատուրացիայի առաջ բերելուց հետո այս լուսարձակող ռիբոսոմային ԴՆԹ-ով մանրապատրաստուկներում կարելի է տեսնել, որ լուսարձակումը դիտվում է միայն ինտերֆազային բջիջների կորիզակներում կամ միտոտիկ քրոմոսոմների կորիզակների կազմավորողների գոտիներում։ Այս եղանակով կարելի է բջիջներում տեղայնացնել ԴՆԹ-ի ցանկացած հերթականություններ։ FISH մեթոդը լայնորեն կիրառվում է գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի, բժշկության բնագավառներում։ Ֆրակցիաների բաժանման մեթոդ։ Բջջային ֆրակցիաների ստացումը սկսվում է բջջի հոմոգենիզացումից։ Այս երևույթի էությունը կայանում է տարբեր ձևերով, հիմնականում մեխանիկական եղանակով, բջիջների սահմանային շերտերի քայքայման մեջ։ Հաճախ կիրառվում է բջիջների տրոհումը մանրագույն ապակե գնդիկների հետ խառնուրդում կամ ուլտրաձայնի ազդեցությամբ, ընդ որում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ բջջի տարբեր բաղադրամասերը չվնասվեն։ Որպես կանոն, հոմոգենիզացումը կատարվում է սառեցման պայմաններում և միջավայրի pH-ի չեզոք նշանակությունների առկայությամբ։ Օսմոսային պայմանների պահպանման համար միջավայրին հաճախ ավելացվում են սախարոզ կամ բարձր պոլիմերային նյութեր, ֆիկոլ, դեքստրան։ Ստացված հոմոգենատից կարելի է անջատել տարբեր ֆրակցիաներ։ Բջջային տարրերի առանձնացման հիմնական մեթոդներից է դիֆերենցիալ ցենտրիֆյուգումը։ Այս մեթոդը հիմնված է այն բանի վրա, որ հոմոգենատի մասնիկները կախված իրենց չափերից և խտությունից տարբեր ժամանակում են առաջացնում նստվածքներ։ Ինչքան ավելի մեծ է մասնիկը կամ ինչքան այն ավելի ծանր է, այնքան ավելի արագ է իջնում փորձանոթի հատակ։ Որպեսզի նստվածքի առաջացման գործընթացը արագանա, օգտագործվում է ցենտրիֆուգի միջոցով ստեղծվող արագացումը։ Ցենտրիֆուգման ժամանակ առաջին հերթին ոչ մեծ արագացման դեպքում 1-ից 3000-ի նստվածք են առաջացնում կորիզը և չքայքայված բջիջները։
15-ից 30 հազար արագացման դեպքում խոշոր մասնիկները, մակրոմոսոմները, որոնք բաղկացած են միտոկոնդրիումներից, պլաստիդներից, պերիօքսիսոմներից, լիզոսոմներից և այլն, 50 հազար արագացման դեպքում նստվածքում են հայտնվում միկրոսոմները, բջիվակուոլային համակարգի մասնիկները, այդ խառը ենթաֆրակցիաների կրկնակի ցենտրիֆուգման արդյունքում կարելի է ստանալ մաքուր ֆրակցիաներ, այսպես մակրոսոմային ենթաֆրակցիայից առանձին ստանում են միտոկոնդրիումներ, լիզոսոմներ, պերիօքսիսոմներ, միկրոսոմների բաժանումից կարելի է ստանալ գոլժի ապարատի մեմբրանների, պլազմալեմի, վակուոլների, գրանուլային ռետիկուլումի ֆրակցիաներ, հետագայում կարելի է կատարել ֆրակցիաների ավելի նուրբ բաժանում, որի արդյունքում տեսակարար զանգվածով անգամ աննշան տարբերվող բաղադրիչները հնարավոր է իրարից անջատել, նախքան կենսաքիմիական վերլուծություններ կատարելը, ստացված ֆրակցիաների մաքրությունը ստուգում է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։